բաժանարար գիծ կա գաղութարարներ, հակապետականություն եւ պետականություն։ Երկու մասի է բաժանվում, ընդհանրապես պայքարը դա է այսօրվա, օրակարգը դա է։ Պրովինցիա, գավառ, ծայրագավառ, թե անկախ ու ազատ ժողովրդավարական պետություն։ Երկու ուժեր կան։ Հիմա երրորդ ուժ ինստիտուտը դա հեշտ է պարզել։ Ընտրությունների մասին օրենքով եւ կուսակցությունների մասին օրենքով կարելի է միավորել, այսինքն Չէ, գաղափարակից պետք է լինեն, որ միավորվեն։ Ճիշտ է, օրենքով ոնց միավորվեն։ Օրենքը թույլ է տալիս, բայց գաղափարակից տեսեք, ես ասում մի գաղափար կա։ Այո, ոչ, սև, սպիտակ։ Այսօր օրակարգը դա է։ Մեր օրակարգը դա է։ Այդ դեպքում ինչու չեն միավորվում։ Էկոլոգներ էլ կան եւ բազմաթիվ ճյուղեր կան, բայց նրանք համար խնդիրը դրված է աջ թե ձախ, սև թե սպիտակ, ազատություն թե բռնություն։ Ուրեմն նախ եւ առաջ դա։ Հիմա նրանք որտեղ են տեղավորվում։ Ես կասկածում եմ, որ երրորդ ուժ, երբ որ մենք ասում ենք, դրանք քողարկված ընդհատակյա հակառակորդներն են անկախության եւ ազատության, ինչի երրորդ ուժ։ Հենց դուք դարձեք առաջի ուժ, այդ ուժը, որը որ ունի ծրագիր ազատության եւ անկախության, նա դառնա առաջի ուժ։ Բաժանումը գաղափարապես եք տեսնում։ Այո, դա այսինքն նոր սահմանադրությունը իսկապես նոր հանրապետություն է, կամ միապետություն է, կամ բռնապետություն է, նայած ինչ բովանդակություն կունենա այդ սահմանադրությունը։ Անձամբ ես իրավունք ունեմ ուղիղ 10 տարի առաջ ասում եմ, որ այս սահմանադրությունը խոտան է։ Ես մասնակցել եմ այո ոչին եւ միշտ քննադատել եմ, ասել եմ, որ կործանարար սահմանադրություն է, դա չի կարող զարգացման սահմանադրություն լինի։ Բայց հասարակության մեջ տվյալ դեպքում ասում են նոր սահմանադրություն է կընդունում, որպեսզի Ալիևի պահանջներին տուրք տակ եւ այլն։ Տեսեք, ես ասում եմ, որ 2015 թվականին կար մի հսկայական զանգված մասնագետների, որոնք ասում են, որ սահմանադրությունը լավը չի։ Չի կարելի այսպիսի սահմանադրությունով երկիրը կառավարել։ Այդպիսի ուժեր եղել են Ալիևից առաջ, Ալիևը չգիտեր, որ սահմանադրություն է մշակվում Հայաստանում։ Ալիևը վերաբերում է միայն մեր այսինքն դա նույնպես հնարանք է, այսինքն որ օրակարգ են մտցնում Ալիևին, ընդհանրապես անունը մի տվեք։ Ինչ եք դուք բերում Ալիևին մեր սեղանի շուրջը նստացնում։ Սահմանադրությունը պետք է փոխվի, սահմանադրությունը պետք է էական փոփոխություններ բերի մեր կյանքում սկսած անկախությունից։ Պետք է հանվի 205 հոդվածի նման հոդվածները, ուրեմն նոր սահմանադրությունը, նոր հանրապետություն։ Հասկանալի։ Ռուսաստանը եթե Ռուսաստանի կամքով լինի, նա ընդհանրապես աշխարհակագրավի, հիշեք, սրանից ուղիղ 100 տարի առաջ 23 թվականին նրանք Գերմանիայում 23 թվականին Գերմանիայում հեղափոխություն էին կազմակերպում, գրավում էին Գերմանիան 23 թվականին։ Այսինքն Ռուսաստանի նպատակը ոչ թե անկախ Հայաստանն է, այլ կլանված Հայաստանը նրանց համար, բայց Ռուսաստանի կամքով չի, նրա թաթիկներին կարեմ այդպես ասել խփում են, օրինակ Վուդրո Վիլսոնի նման մարդիկ կան։ Վուդրո Վիլսոնը եւ Տրամպը իմիջիալոց դավանակիցներ են, որպես ամերիկացի ձեզ ասեմ։ Ուրեմն երկուսն էլ Հայաստանի տեղը չգիտեին, բայց քրիստոնեական պետության անվտանգության համար նրանք պայքարում էին։ Այսինքն Ռուսաստանի կամքով չի, նրան թույլ չեն տալիս։ Եթե բոլորովին վերջերս 1990 թվականի նոյեմբերի 23-ին Ռուսաստանին նստացրեցին իր տեղ, ասեցին 14 հանրապետությունները պետք է ազատվեն, բաց թող փարավոն մեր հայրենիքը, ուրեմն պարտադրեցին, արևմուտքը Ռուսաստանին պարտադրեց գնալ ինքնալուծարման, այնպես որ Ռուսաստանի ուզելով չի Հայաստանը գրավի Ուկրաինան, դե գրավի, դե թող գրավի Ուկրաինան, չի կարող նաև Հայաստանը զրկել անկախությունից, ունի ցանկություն, բայց ինքը ամեն անգամ ինչ որ կստացվի, այդ գաղափարն է աշխատում, ինչ որ կստացվի։ Հիմա ինքը խոսում է Հայաստանին աջակցելու մասին, բայց մտքում ունի Մայակովսկու բանաստեղծությունը պետք է հիշեք։ Այսպես ասում ենք, այնպես հասկանում ենք։ Նրանք իհարկե ուզում են գրավել, բայց
նրանց պարտավոր են ճանաչել Հայաստանի։ Պարտադրում են։ Այո, պարտադրում են ճանաչել։ Առաջինը որ այդ գարուն երբ որ գալիս է մոսակները շատանում են, ընտրություններից առաջ մեր կուսակցությունները այդպես շատանում են, որ ալիգարխները քոչերան սերժական 10,000 դնում են կամ դրանք փողերով դրանք բերում են։ Ես ուզում եմ որ պետք է կամ նոր կանոնադրության մեջ սահմանադրության կամ մի օրակարգ անի նոր իշխանություն, եթե 50-ից 100,000 անդամ չունեցավ կուսակցություն, նա չի կարող կուսակցություն լինի, որտեղ այդ կուսակցությունը ժամանակ անցկացնելու կամ տներից դուրս գալու ժամանակ անցկացնելու բաներ են։ Հարց։ Երկրորդ հարցը Չէ, առաջին հարցը ես չլսեցի։ Ներողություն առաջին հարցը։ Որ կուսակցությունը եթե մինչև 50-ից 100,000 անդամ չունեցան, նա կուսակցություն չկարա դառնա։ Այդ պետք է այդ օրենքան պայմաններ։ Լավ։ Հասկանալի է, երկրորդ հարցը։ Երկրորդ հարցը համեցեք։ Երկրորդ հարցը որ այդ Թրամփի ուղին շատ կարևոր է մեր Հայաստանի ապահովության, ռազմական եւ ապահովության, տնտեսական զարգացման եւ ամբողջ աշխարհը որպես Հայաստան եւ Արմենիա որ իմանա, որովհետեւ երեմի 5-10% գիտի Հայաստան գստուրքի բանի միջոցով, այսպես 90% ամբողջ Հայաստանը կիմանա եւ ավելի հզոր Լավ, դա հասկացանք։ Եվ երրորդ հարցը որպես մեր սիրելի Ազատ Արշակյանը որպես հին պատգամավոր երկար տաղանդավոր էքսպերիանս ունեցող փորձ ունեցող անվախ հերոս հայրենասեր նոր իշխանությունները ով որ կլինի հինը կամ նորը անպայման իրան ընդգրկեն որպես խելացի շատ փորձ ունեցավ իր խելացի խորհուրդներով նոր իշխանություն Շնորհակալություն Քաղաքական կուսակցությունների մասին օրենքով մենք գաղափարակից ենք հարց տվողի հետ հարգելի անպայման պետք է պայմաններ դրվեն ցենզ պետք է դրվի առնվազն այսինքն քանի որ Հայաստանում կան 2000 կարծեմ 200 տեղամաս ընտրական Ուրեմն օրենքը տրամաբանություն եմ ես ասում, ինչպիսի տրամաբանություն պետք է ունենա։ Յուրաքանչյուր տեղամասում քաղաքական կուսակցությունը պետք է ունենա առնվազն 3 հոգի։ 5 հոգի, 10 հոգի պետք է յուրաքանչյուր։ Այսինքն 2200-ը կամ 500 տեղամասը բազմապատկած 3-ով կամ 5-ով։ Այսինքն այդքան այդ անդամների թիվն եք դուք արդեն ասում, որոնք պետք է այդ օրը ներկա լինեն բոլոր տեղամասերում։ Գոնե առնվազն դա պետք է ունենա։ Բազմապատկենք 2500-ը բազմապատկած 5-ով։ Ուրեմն այդքանը առնվազն։ Դա կլինի, այո, դա օրենքով պետք է դա գրվի։ Քաղաքական կուսակցությունը արդարադատության նախարարությունում գրանցվում է եւ մասնակցում է քաղաքական կամպանիաներին, եթե ցանկը ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմիններում գրանցված քաղաքական կուսակցության անդամները չպետք է ծպտված լինեն պետք է գնան գրանցվեն ասեն որ մենք այսինքն հանրապետական ենք մենք դեմոկրատ ենք ցունը պետք է կանոն դնի այդ կանոնը պետք է պարտադրի նախ գրանցվեն դա հակադեմոկրատական չի ես ասեմ կրոնական կազմակերպությունները նույնպես պետք է գնան գրանցվեն ովքեր կաթոլիկ են, ովքեր Լավ, երկրորդը Թրամփի ուղին ասում է լավ է, ճանաչում են այո, Ամերիկայի ներկայությունը ընդհանրապես վատ բան չի այսօր աշխարհի շատ Բայց այստեղ պետությունը չի ներկա, ճիշտ է, այստեղ հայ-ամերիկյան Չէ, ամերիկացիների Բայց դուք ասում եք դրոշը եթե կա, արդեն դա Ոնց է, օրինակ ռուսական սապոկ են ասում, չէ Ես չգիտեմ ամերիկացիներին է ինչ Դրոշը Ամերիկայի դրոշը մեզ վնաս չի առնվազն վնաս չի, իսկ այստեղ ուղղակի մեր երկրի անվտանգությանը իդեպ երբ որ ասում են Իրանը ոնց է կհամաձայնվի իր սահմանի վրա արդեն 70 տարի է Իրանի սահմանի վրա ամերիկյան բազան նստած է ՆԱՏՕ-ի անդամ ամերիկյան ինջիլիկի բազան ամերիկացիները Իրանի սահմանի վրա նստած են, կանգնած են, լողում են, ամեն ինչ անում են Իրանի սահմանի վրա, այնպես որ այդ փաստարկը, որ Մեղրիին թույլ տալով մենք Իրանին սպառնում ենք, ամերիկացիները Իրաքում չեն սպառնում, Սիրիայում չեն սպառնում,
ծովերում չեն սպառնում, Թուրքիայում իրենց բազայով զորքերով չեն սպառնում։ Նույն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չի սպառնում։ Հենց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, այլ այդ մանկակ, այսինքն ինչքան ցածր մակարդակի բաներ են նիզակներու նետերում